Եվ մեր օրակարգի վերջին զեկուցվող հարցը համար 42 Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասնօրենքում եւ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի 2069 որոշման մեջ փոփոխություններ վերացումներ կատարելու մասին է զեկուցող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Տիկին Ղալեչյան, խնդրեմ։ Շնորհակալություն, մեծարգո փոխվարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկման եմ ներկայացնում համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը 713 միլիոն 909 հազար դրամով համաֆինանսավորելու վերաբերյալ որոշման նախագիծը։ Նախագծով առաջարկվում է համաֆինանսավորել 15 համայնքների թվով 33 սուբվենցիոն ծրագրեր։ Ըստ բարձրի բաշխվածությունը հետևյալն է. Արտի մարզում նախատեսված է ունենք 5 ծրագիր շուրջ 85 միլիոն դրամ համաֆինանսավորմամբ, Արմավիրի մարզում 7 ծրագիր 101 միլիոն դրամի ֆինանսավորմամբ, Գեղարքունիքի մարզի 11 ծրագիր 16 միլիոն դրամ համաֆինանսավորմամբ, Լոռու մարզում ունենք 2 ծրագիր շուրջ 232 միլիոն դրամ, Շիրակի մարզի 2 ծրագիր 16 միլիոն դրամ, Տաուշի մարզի 6 ծրագիր 261 միլիոն դրամ։ Որոշման նախագծի հաստատմամբ ակնկալվում է սուբվենցիոն ծրագրի շրջանակներում համապատասխան շինարարական եւ կապալառու կազմակերպությունների նկատմամբ ապահովել ֆինանսական պարտավորությունների կատարումը, ինչպես նաեւ ծրագրերի բարձրացնել ծրագրերի արդյունավետ իրականացումը։ Միաժամանակ ցանկանում եմ նշել, որ սույն որոշման հաստատմամբ կունենանք Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեից 5 միլիարդ 46 միլիոն դրամի համաֆինանսավորված սուբվենցիոն ծրագրեր եւ ձեր թույլտվությամբ ամփոփ անդրադառնամ նաեւ ծրագրերին ներկայացնելով ըստ մարզերի եւ համայնքների բնակավայրերի եւ դրանց կարգավիճակին։ Այսպիսով սույն նախագծով կհամաֆինանսավորվի Արմավիրի մարզի Փարաքյար համայնքի Փարաքյար բնակավայրի Սևան փողոցի տուֆով սալարկման աշխատանքները, դրանց մասին ասեմ, որ աշխատանքներն արդեն ավարտված են, Խոյ համայնքի Ամբերտ բնակավայրի ներտնտեսային ոռոգման ջրագծերի վերակառուցման աշխատանքներին կատարված շինարարական աշխատանքների առաջընթացը 95% է, կառուցվել է շուրջ 3 կիլոմետր ջրատար, շահառու տնտեսությունները 105-ն են, Արաքս համայնքի Գայ եւ ապագա բնակավայրերի փողոցների արտաքին լուսավորության անցկացման աշխատանքները կհամաֆինանսավորվեն, աշխատանքները այստեղ եւս ավարտված են, կառուցվել է 6 կիլոմետր լուսավորության ցանց, տեղադրվել է 230 հենասյուն եւ նույնքան LED լուսատու, Արմավիր համայնքի Արաքս բնակավայրի խմելու ջրամատակարարման ցանցի վերակառուցման աշխատանքները, այստեղ աշխատանքները կատարված են 85%-ի չափով, կառուցվել է 8 կիլոմետր երկարությամբ խմելու ջրամատակարարման ցանց, շահառուների թիվը 1725-ն է, Բաղրամյան համայնքի Դալարիկ բնակավայրի Օրջոնոկիձե 4 հասցեի բազմաբնակարան բնակելի շենքի տանիքի հիմնանորոգման աշխատանքներն են իրականացնում, ավարտված են այս աշխատանքները եւ հիմնանորոգվել է 545 քառակուսի մակերեսով տանիք, շահառուների թիվը 46 բնակիչ է։ Բաղրամյան համայնքի Քարակերտ բնակավայրի երկաթուղայիններ, Տերյան եւ Թումանյան փողոցների ոռոգման ջրագծի կառուցման աշխատանքները, այս աշխատանքները ավարտված են, շահառուների թիվը 170 բնակիչ է եւ շահառուների թվում ունենք նաեւ թիվ 1 եւ թիվ 2 դպրոցները, թիվ 1 եւ թիվ 2 մանկապարտեզները, բնակավայրի բուժ ամբուլատորիան։ Մեծամոր համայնքի Մեծամոր բնակավայրի առաջին թաղամասի թիվ 3B, 2B1, 8B1, երկրորդ թաղամասի թիվ 2B շենքերի հարտանիքների վերանորոգման եւ առաջի թաղամասի 4B2 շենքերի վերելակի հորանի տանիքի վերանորոգման աշխատանքները, այստեղ աշխատանքները ավարտված են, բազմաբնակարան շենքի տանիքը 1670 քառակուսի մակերեսով վերանորոգված է, շահառուների թիվը 523 բնակիչ է։ Անդրադառնամ Լոռու մարզում իրականացվող ծրագրերին եւ նշեմ, որ կհամաֆինանսավորվի Ստեփանավանի համայնքի Ստեփանավան բնակավայրի Զորավար Անդրանիկի, Սայաթնովա եւ Պիոներների փողոցի հիմնանորոգման աշխատանքները, սրանք ավարտված են, արդեն հիմնանորոգված է 1.7 կիլոմետր երկարությամբ ճանապարհը,
Փամբակ համայնքի Փամբակ բնակավայրի հանդիսությունների սրահն է կառուցվել, ավարտված են աշխատանքները եւ շահառուների թիվը 2400 է։ Շիրակի մարզով կհամաֆինանսավորվեն Արթիկ համայնքի Սարալանջ բնակավայրի մշակույթի տան աշխատանքները, սա երկրորդ փուլի աշխատանքներ են, դրանք ավարտված են 1340 շահառու ունենք այստեղ։ Այս ծրագրի ներքո Արթիկ համայնքի Արթիկ բնակավայրի Լմբատ 1 թաղամասի 8-9 բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքները ավարտված են եւ հիմնանորոգվել է 2 բազմաբնակարան շենքի տանիք 400 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով։ Տավուշի մարզի մասով համաֆինանսավորվում են Իջևան համայնքի Իջևան բնակավայրի Սայաթ Նովա եւ Թուխիկյան փողոցների, Մետաղագործների փողոցի դեպի սեփական տներ տանող ճանապարհների բնակաբակերի ասֆալտապատման աշխատանքները, այստեղ աշխատանքները 95% առաջընթաց ունեն եւ ավարտական փուլում են Իջևան համայնքի Իջևան բնակավայրի անկախության 17 եւ 19, Մայիսի 28 փողոցի 41, Այգեհովիտ բնակավայրի Կայանավանի 4 թաղամասի, բազմաբնական շենքերի բնակելի շենքերի տանիքների կապիտալ վերանորոգման աշխատանքներն է նախատեսում, նախագծով նաեւ համաֆինանսավորել առաջընթացը աշխատանքների 76% է, հիմնանորոգվել է 4 բազմաբնական շենքի տանիք 4050 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով։ Իջևան համայնքի Իջևան բնակավայրի Մետաղագործների փողոցից դեպի սեփական տներ տանող ճանապարհների, Ծաղկավան բնակավայրի ճանապարհների հիմնանորոգման ու սալարկման տուֆ քարով սալարկման աշխատանքները 80%-ով են կատարված։ Դիլիջան համայնքի Դիլիջան բնակավայրի Գայի 84 Շամախյան 2A բազմաբնական բնակելի շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքները կատարվածության աշխարհը հարգելի գործընկերներ 80% է, հիմնանորոգվել է 2 բազմաբնակարան շենքի տանիք 1006 քառակուսի ընդհանուր մակերեսով։ Նոյեմբերյան համայնքի կարիքների համար 2 աղբատար մեքենաներ են ձեռք բերվել եւ տրանսպորտային միջոցները մատակարարված են, տեղում են։ Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան բնակավայրի մանկապարտեզի բակն է վերականգնվել, 80%-ով ավարտված են կատարված աշխատանքները եւ կառուցվել է 75 քառակուսի մետր մակերեսով հենապատ, սալապատվել է 26 քառակուսի մետր չափով հատակ եւ որպես ամփոփում կխնդրեի հաստատել նախագիծը։ Շնորհակալություն։